Բարև բարեկամներ, եթերում թերթելով պատմության էջերը հաղորդաշարի հերթական 5-րդ թողարկումն է։ Մեր նախորդ հաղորդման ժամանակ մենք արդեն ասել ենք, որ 1989-ի տարեվերջին լուծարվեց հատուկ կառավարման կոմիտեն և դրա փոխարեն ստեղծվեց Հանրապետական կազմկոմիտե։ Եվ ահա հունվարին այդ կազմկոմիտե կոչեցյալը պետք է անցներ իր անմիջական պարտականությունների կատարմանը, ավելի հստակ ձևակերպմամբ Արցախի հայաթափման գործին։ «1990 թվականը սեղով սկսվեց մեզ համար։ Արդեն հունվարի 2-ին մենք կորցրինք մեր լավագույն ընկերներից մեկին, քանդակագործ Արմեն Հակոբյանին։ Չգիտես ինչու Աղդամից Շուշի գնացող ավտոշարասյունը որոշեց անցնել հենց Ստեփանակերտի փողոցներով և ոչ թե ուղիղ ճանապարհով։ Հետո իհարկե հասկացանք, որ դա սադրանք էր, և կազմակերպիչները ցավոք հասան իրենց նպատակին։ Երբ ստեփանակերտցիները փորձեցին բողոքել դրա դեմ, զինվորականները կրակ բացեցին անզեն մարդկանց վրա, որոնցից մի քանիսը վիրավորվեցին, իսկ Արմենը… Ուղիղ մեկ շաբաթ հետո, հունվարի 9-ին, լղիմ այցելեցին ԽՄԿԿ կենտկոմի քարտուղար Գիրենկոն և ԽՍՀՄ Գերագույն խորհրդի ազգությունների խորհրդի նախագահ Նիշանովը, որպեսզի Ղարաբաղը սկուտերի վրա մատուցեն ադրբեջանական ԽՍՀ Կոմկուսի կենտկոմի երկրորդ քարտուղար Պոլանիչկոին։ Սակայն նրանց այդպես էլ բախտ չվիճակվեց տեսնել Ստեփանակերտը։ Իմանալով նրանց չար մտադրության մասին, մերոնք փակեցին ճանապարհը և չթողեցին ավտոշարասյունը մտնի մարզկենտրոն, չնայած նրան, որ անկոչ հյուրերի մուտքը քաղաք ապահովում էին զրահամեքենաներն ու հարյուրավոր զինյալներ։ Այդ օրը մենք մի կերպ հասանք աշխատավայր, որովհետև ճանապարհները փակ էին, քաղաքային տրանսպորտը չէր գործում, ամեն քայլափոխի զրահամեքենաներ ու մինչև ատամները զինված զինծառայողներ էին։ Իսկ երբ այնուամենայնիվ տեղ հասան, օպերատոր Սերգեյ Համբարձումյանի հետ որոշեցինք անմիջապես մեկնել դեպքի վայր, այսինքն դեպի օդանավակայան, որտեղ մեր տեղեկություններով ընդհարման հետևանքով մեր կողմից կային զոհեր։ Չեմ ուզում երկար-բարակ պատմել մեր ոդիսականի մասին։ Ասեմ միայն, որ ճիշտ է, դեպքի վայր հասնել մեզ չհաջողվեց, բայց ճանապարհին մինչև մեզ կանգնեցնելը և ետդարձին Սեգոն բավականին արժեքավոր կադրեր որսաց։ Ավելի ուշ նա ինչ-ինչ ճանապարհներով այնուամենայնիվ հասավ դեպքի վայր ու նկարահանեց գնդակոծված տրակտորը, հեղված արյունը և այլն։ Այդ ամենը մենք հասցրինք մոնտաժել ու երեկոյան եթեր հեռարձակել։ Իսկ հաջորդ օրը տեսանյութը, որը վերնագրել էինք «Արյունոտ երեքշաբթի», ցուցադրվեց նաև հայկական հեռուստատեսությամբ։ Ցավոք, այդ տեսանյութը նույնպես չի պահպանվել, որի համար շատ եմ ցավում, հատկապես, որ դա Սեգոյինն էր և պատիվ կբերեր ցանկացած օպերատորի։ Սերգեյ Համբարձումյանն իհարկե և դրանից առաջ, և դրանից հետո բազմաթիվ նկարահանումներ է կատարել, սակայն այդ օրը յուրօրինակ մկրտություն էր օպերատոր ազատամարտիկի համար։ Ավաղ նա ստիպված եղավ տեսախցիկը փոխարինել զենքով, որպես մտավորականների դասակի հրամանատար մասնակցել բազմաթիվ մարտերի, որոնցից մեկի ժամանակ էլ 1992 թվականի փետրվարի 28-ին Սեգոն զարկվեց թշնամու արձակած գնդակից։ Ինչպես արդեն նշել ենք, մարզում փաստորեն անիշխանություն էր, և այդ բարդ իրավիճակում կարգավորման, կառավարման ողջ պատասխանատվությունը իր վրա էր վերցրել տնօրենների խորհուրդը, որի նախագահն էր Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանի տնօրեն Բորիս Հարոշանյանը։ Ի դեպ, նա կռունկի խորհրդի անդամ էր, ինչպես տնօրենների խորհրդի որոշ անդամներ։ Հունվարի վերջերին Պոլ Յայիչկոն այնուամենայնիվ մտավ, ավելի ճիշտ խուժեց Ստեփանակերտ, Պարետ Սաֆոնովի զորքերի ուղեկցությամբ։ Մարզկոմի շենքի վրա ԽՍՀՄ դրոշի փոխարեն ցցվեց Ադրբեջանի դրոշը։
ու սկսվեց ահավոր ինկվիզիցիան։ Ռազմական դրության պարետային ժամի անվան տակ կատարվեցին նոր ձերբակալություններ։ Արդեն բանտախցում էր Արկադի Մանուչարովը, հիմա էլ հերթ հասավ մյուսներին՝ Ռոլես Աղաջանյան, Ռազմիկ Պետրոսյան, Ավետ Գրիգորյան, Արկադի Ղուկասյան և շատ ուրիշներ, բոլորին չես թվարկի։ Այդ ինկվիզիցիայի զոհը դարձան նաև մեր ռադիոն ու հեռուստատեսությունը։ Սաֆոնովի հրամանով բռնազավթվեց հեռուստա-ռադիոկոմիտեի շենքը։ Նրանք մեզ առաջարկեցին աշխատել միասին, իսկ դա նշանակում էր ասել ու ցուցադրել այն, ինչ իրենք էին ուզում։ Դա լինելու բան չէր, եւ մենք իհարկե հրաժարվեցինք։ Ռադիոն աշխատացնել նրանց ի վերջո հաջողվեց, իսկ ահա հեռուստատեսությունը գործի գցելը նրանց խելքի բանը չէր։ Ու սկսվեց վայրահաչոցը ռադիոյով, որի լեյտմոտիվը այն էր, թե որքան լավն են ադրբեջանցիները, նույնքան վատն են հայերը։ Նույնը անում էին նաև զրահամեքենայի մեջ տեղադրված բարձրախոսով։ Եթե մի քիչ գոնե խելք ունենային, կհասկանային, որ այդ քարոզչական մեքենան գործում է իրենց դեմ, բումերանգի նման խփում է հենց իրենց։ Եվ ի հակակշիռ նրանց անուղեղ քարոզչության շատ խելացի աշխատում էր մերը, իդեմս Արցախ ռադիոկայանի, որը պարզ է գործում էր գաղտնի ընդհատակյա։ Կազմկոմիտեի ռադիոն շարունակում էր ներվահան անել, ու մի օր էլ խլացվեց նրա ձայնը, այսինքն պայթեցվեց հեռուստառադիոկենտրոնի շենքը։ Բարեբախտաբար երկրորդ հարկում գտնվող հեռուստաստուդիան եւ հեռուստասարքավորումները չվնասվեցին, իսկ ահա ռադիոստուդիան շարքից դուրս էր եկել։ Դրանից հետո մեր անկոչ հյուրերը պարզ է այնքան էին վախեցած, որ այլևս հեռուստառադիոկենտրոն մտնելու փորձ չարեցին, իսկ երբ մենք մտանք շենք, տեսանք, որ վնասվել էին հարկերն իրար կապող աստիճանները, միջնապատերը եւ այլն։ Բնական է, որ հեռուստաստուդիան աշխատացնել մենք չկարողացանք, սակայն հնարավորություն ստացանք վերցնել տեսախցիկներն ու նկարահանումներ կատարել։ Միաժամանակ սկսեցինք մտածել հեռուստառադիոկենտրոնի շենքի վերականգնման մասին, որպեսզի կարողանայինք եթեր հեռարձակել մեր ռադիո եւ հեռուստա ծրագրերը։ Ճիշտ է ուշացումով, բացեւ այնպես 91-ի հոկտեմբերին մենք վերսկսեցինք մեր հաղորդումները։ Սակայն դա լինելու էր մոտ 1 տարի հետո, իսկ մինչ այդ շատ իրադարձություններ տեղի ունեցան, որոնց մասին էլ կգնա մեր խոսքը։ Հունվարի 13-ից 20-ը Ադրբեջանի ժողովրդական ճակատ հորժորժվող կազմակերպության հրոսակները Բաքվի իշխանությունների թողտվությամբ ու աջակցությամբ կազմակերպեցին տեղի հայ բնակչության կոտորածներ, իսկ խորհրդային զորքերը, ինչպես եւ Սումգայիթում, դարձյալ ոչինչ չարեցին ու միջամտեցին միայն այն ժամանակ, երբ Խառնամբոխի վայրագությունները սպառնացել են վերածվել հակախորհրդային հեղաշրջման փորձի։ Բաքվում մտցվեց արտակարգ դրություն, ինչը, չգիտես ինչու, միաժամանակ տարածվեց նաև Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի վրա։ Բաքվի դեպքերի մասին ահա թե ինչ պատմեց գեներալ Ալեքսանդր Լեբեդը, որը հետագայում, ինչպես գիտեք, ցավոք ավիավթարի զոհ դարձավ։ Հարցազրույցը տեսագրվել է 1997 թվականին գեներալ Լեբեդի Արցախ կատարած առաջին այցելության ժամանակ։ Հավելեմ, որ որպես մեր լավագույն բարեկամ նա Ստեփանակերտ եկավ նաև 1998 թվականի փետրվարին մեզ հետ տոնելու Արցախյան շարժման 10-ամյակը։ Я что-то посвятил этому достаточно много времени и места в книге, а в двух словах я занимался эвакуацией армян из Баку. Отправлял колонны на Дербент, отправлял порты на Москву, на Ереван и другие города. Пытался убедить в том, что не надо убивать людей за то, что они родились армянами. Это не получилось. Нет, не удалось. Убедить не удалось. Не удалось эвакуировать.
Там был настоящий геноцид, я так понял. Да, там была просто резня. И что больше всего возмущало в свое время, мы постоянно почему-то опаздывали. Не мы. Мы могли попасть, как воздушно-десантные войска, куда угодно, в любое назначенное время. Опаздывало политическое руководство. В 90-м году резня началась с 12 января, а высадилась дивизия там только 19-го, спустя неделю. Почему? Почему нас бросали тушить пожар тогда, когда он уже полыхал вовсю? Почему не сначала, не с зародыша? Значит, кому-то это было надо, если звезды зажигают, или войска опаздывают, значит, кому-то это надо было. Но те времена уже почти канули в лет. Жить будем. Но кто-то должен будет отвечать за это, когда... В историю можно попасть, можно влипнуть. Я думаю, что спросится из Горбачева, что все спросится. Հունվարի 17-ից 19 ահեղ մարտեր տեղի ունեցան Հայաստանի Արարատի մարզի Երասխ գյուղում, որը սահմանակից է Նախիջևանին։ Հակառակորդի հարձակումը ստացավ ուժեղ հակահարված, եւ նա տալով կորուստներ ստիպված եղավ նահանջել։ Ավաղ այդ օրը մենք կորցրինք Երվանդ Սաղումյանին եւ Մովսես Գորգիսյանին։ Վերջինս 1996 թվականին հետմահու արժանացել է Հայաստանի ազգային հերոսի կոչման։ Մարտին ԽՍՀՄ ներքին զորքերի անմիջական աջակցությամբ բռնատեղահանվեցին Գետաշենի ենթաշրջանի Կամո եւ Ազատ գյուղերը, ինչպես նաեւ Մարտունաշենը։ Մայիսի 20-ին տեղի ունեցան հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի ընտրություններ, որոնց մասնակցեց նաեւ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ազգաբնակչությունը։ Իսկ օգոստոսի սկզբին կայացավ Նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանը, որն իր հավատարմությունը հավաստեց 1989 թվականի դեկտեմբերի 1-ի հայտնի որոշմանը լղիմը հայկական ԽՍՀ-ին վերամիավորելու մասին։ Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց հայոց համազգային շարժման նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, առաջին տեղակալ Բաբկեն Արարքցյանը, տեղակալ Գագիկ Հարությունյանը, կառավարության նախագահ Վազգեն Մանուկյանը։ Օգոստոսի 23-ին ընդունվեց Հայաստանի անկախության մասին հռչակագիրը։ Քանի գնում իրավիճակը Արցախում ավելի անտանելի էր դառնում, կազմկոմիտեն անում էր իր սև գործը։ Բանը հասավ նրան, որ օդանավակայանում առևանգվեց ԽՍՀՄ ժողպատգամավոր Բորիս Դադամյանը։ Դե եթե պատգամավորին էին այդպես նվաստացնում, պատկերացրեք, թե ինչպիսին էր շարքային քաղաքացու վիճակը։ Բառերով հնարավոր չէ նկարագրել այն, ինչ տիրում էր Ստեփանակերտի օդանավակայանում։ Քիչ է ասել ռուս-ազերական տանդեմը անչափ լկտիաբար էր պահում իրեն։ Պատկերացնում եք, նրանք նույնիսկ իրենց կեղտոտ ձեռքերը խոթում էին կանանց ճամպրուկները, տղամարդկանց աչքի առաջ, որպեսզի դա ավելի ցցուն լինի, հանում կանացի շորերն ու ծաղրում նրանց։ Մարդիկ իրավունք չունեին հավաքվել մի քանի հոգով զրուցել։ Տաքերն արդեն ընկել էին, դրսում գարուն էր, իսկ մենք ժամը 9-ից հետո իրավունք չունենք փողոցում լինել, թե չէ անմիջապես ձերբակալում էին, տանում Շուշիի կամ այլ բանտ, որտեղից շատ-շատերն այդպես էլ չվերադարձան։ Մի խոսքով վիճակն իսկապես օրհասական էր, եւ որ ամենաահավորն էր, ելք կարծես չէր երևում։ Աշխարհն անտարբեր էր մեր ցավին։ Այդ հիմա է, որ ոտք ու ձեռ ընկած ուզում են շուտափույթ կարգավորել հակամարտությունը, լուծել Ղարաբաղյան հիմնահարցը։ Հետաքրքիր է, ուր էիք, երբ թքվում էին մեր հոգու մեջ, երբ ուզում էին բնաջնջել մեզ։ Հենց ստեղծված անելանելի իրավիճակն էր պատճառը, որ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը, դերասան Սոս Սարգսյանը, ԽՍՀՄ ժողպատգամավորներ Վաչագան Գրիգորյանը, Սեմյոն Բաբայանը եւ Զորի Բալայանը վերջինիս Մոսկվա հյուրանոցի համարում սեպտեմբերի 9-ին ձեռնարկեցին աննախադեպ ակցիա,
հայտարարեցին հացադուլ։ Այն մեծ արձագանք գտավ Արցախում, Հայաստանում, Խորհրդային Միությունում, Սփյուռքում, եղան բազմաթիվ ելույթներ ի պաշտպանություն հացադուլավորների։ Հացադուլը տևեց 20 օր ու դադարեցվեց միայն ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն առաջինի հորդորից հետո։ Առանց ձեզ ես չեմ վերադառնա Էջմիածին, ասել էր կաթողիկոսը, երբ այցելել էր հացադուլավորներին։ Կրեմլը անուշադրության մատնեց այդ անվանի մարդկանց ճարահատ քայլը, որն այնուամենայնիվ հավանաբար ունեցավ իր դերակատարությունը։ Ընդհանուր գծերով ահա այսպիսին էր 1990 թվականը, այն սև տարին, որը չնայած ակտիվ ռազմական գործողություններ դեռ չէին ծավալվել, խլեց մարդկային կյանքեր, խեղեց ճակատագրեր, կարծես մարտահրավերի ձեռնոց նետեց մեզ։ Թերևս այսքանը, բարեկամներ, կհանդիպենք։